Հիմա մարզեր տեղափոխվենք, Սուսան Բադալյանը աշխատում է Թալինում, Սուսան բարի երեկո, ինչ կասես այն տեղամասում, որտեղ դու ես այս պահին, արդյոք եղել են միջադեպեր։ Բարի երեկո Աստղիկ, այո մենք Թալինում ենք 3 տեղամասերից մեկում 18 կոտորակ 31-ում, այստեղ 1675 ընտրող կա և նրանց 60%-ից ավելին արդեն քվեարկել է, սա բարձր ակտիվություն է շատ, նաև հանձնաժողովի նախագահը նկատեց և մարզի, Արագածոտնի մարզի համեմատ էլ կոնկրետ Թալինում շատ ավելի ակտիվ են, մարզում արդեն կեսից ավելին 51%-ն է քվեարկել։ Աստղիկ ասեմ, որ ըստ հանձնաժողովականների և նաև ըստ վստահված անձանց, այստեղ ես զրուցել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքի վստահված անձանց հետ, նրանք որևէ միջադեպի մասին չնշեցին, միայն մի միջադեպ կարող ենք այո ասել, տեղի է ունեցել մի պապիկի հետ, որը կորցրել է կտրոնը։ Առաջարկում եմ լսենք հանձնաժողովի նախագահին, նա նաև այդ մասին կպատմի։ Բնականon իր հունով ընթանում է ընտրությունը, բավականին ակտիվ քվեարկողներ ունենք։ Այսինքն այստեղ նույնպես ակտիվությունը բարձր է, այո, համեմատաբար նախորդ ընտրություններին ես գնահատում եմ ավելի բարձր ակտիվություն։ Քանի ընտրող ունեք և քանիսն է քվեարկել մինչև այժմ։ Ունենք 1675 ընտրող, քվեարկել են ժամը 5-ի դրությամբ 860 ընտրող։ Եվ կարող եք ասել դրանց համաձայնվում խախտման վերաբերյալ որևէ արձանագրություն։ Մեկ արձանագրություն, որը մեծահասակ պապիկ էր, իր կտրոնը կորցրեց ու չգտանք, ամեն կերպ հնարավորություն ընձեռվեց, բայց ինքը չկարողացավ, մենք քվեաթերթի կանվավերալ համարեցինք և վերջ, այդքանը։ Ուրիշ որևէ ոչ, այդպես էլ կտրոնը չգտնվեց, դրա համար ինքը իր ընտրությունից զրկվեց, էլի սենց կարելի ասել, ցավոք, բայց այդ մի դեպքն ա եղել, այն էլ ինքը տարիքով շատ մեծ էր, ոնց փնտրեց գրպաններում և այլ չգտնվեց։ Աստղիկ ասեմ, որ սրանից առաջ էլ, Թալինից առաջ էլ մենք օշականում էինք, այնտեղ ոչ իհարկե Թալինի չափ, բայց նույնպես մասնակցությունը շատ ակտիվ էր և մենք օշականում էինք, որովհետև մի ահազանգ էր հնչել, թե այնտեղ մարդիկ քվեաթերթիկներով են մուտք գործում արդեն տեղամաս։ Առաջարկում եմ լսենք, թե ինչ պարզաբանումներ տվեցին այդ տեղամասում, թե վստահված անձին կնդդիմության և թե հանձնաժողովի նախագահը։ Դրսից ոչ մի քվեաթերթիկներ չի մտել, քաղաքացին դուրս է եկել առանց ծրարի, ծրար չի եղել, ասեց, որ ինձ ծրար չեք տրամադրել։ Մենք տրամադրեցինք իրեն նոր ծրար, ինքը դրեց ծրարի մեջ, հետո երբ որ ես իմ նախագահի պարտականությունները էի կատարում և քվեախցիկների մեջից թղթերը հանում է, այդ պահին տեսա ծրարը և ցույց տվեցի հանձնաժողովի բոլոր անդամներին, վստահված անձանց, այն վստահված անձը, որ նկարել էր իրեն էլ, ասի տեսեք, որ այդ մենք ներկա տվել էինք, ուղղակի ինքը այդ մնացած քվեաթերթիկների հետ գցել էր աղբամանի մեջ։ Ինչպես եք գնահատում քվեարկության։ Նորմալ, մինչև վերջ սենց գնա շատ լավ կլինի, մենք գոհ ենք։ Մամուլում ահազանգ տարամեն։ Էնի մի հատ շշկրվել են, մի հատ տուփը ծրայրը չէին տվել, էտին ես բան չէր էլի, հետո վերցրինք, տեղադրինք, ոչ մի խոսակցություն, ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ծրարը չէին տվել, թե ծրարը կորել էր։ Ծրայրը չընկել էր ձեռներիս, չէին նկատել, բան էտին ես բան չէր էլի, ոչ մի խոսակցություն, ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ակտիվությունը ինչպես է։ Նորմալ է, մինչև հիմա նորմալ է, շատ լավ է։ Որևէ Ոչ մի խախտում, ոչ մի բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։